Երևանյան հանդիպմանը Խոջալույի ցեղասպանությունը չի քննարկվել, Սյունիքով անցնող բեռնատարը Ադրբեջանից չէր, այս ու այսպիսի լուրերը շարունակում են հորինվել, չստուգվել, տարածվել, ազդել։ Կա որոշակի քաղաքական տրամաբանություն Հայաստանի քաղաքական դաշտում, որը վերաբերում է Հայաստանի ներսում էմոցիոնալ ազդեցություններ ձևավորելու եւ այդ էմոցիոնալ ազդեցությունների հիմքի վրա Հայաստանի իշխանություններին քննադատելու գործընթացը։ Ցանկացած բառ դետալ իր դառնում է գործիք, եթե դրանով հնարավոր է առաջացնել հակասություն գործող իշխանության խոսույթին կամ այդ խոսույթը ներկայացնել այլ գույնի ներքո։ Ռոբերտ Ղևոնդյանն է շարունակում։ Վերջերս այդպիսի գործիք էր դարձել օրինակ Գյումրիի քննչական կոմիտեի շենքի դիմացի դարպասը։ Չէի նկատել, որ քննչական կոմիտեի Գյումրու կառույցի դարպասներին արդեն թուրքական կիսալուսին են ավելացրել։ Դե վայելենք։ Շենքը, որի մասին խոսում է ֆեյսբուքյան օգտատերը, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, Գյումրիի քաղաքապետարանի նախկին շենքն է։ Քաղաքի կենտրոնում կառուցվել է 80-ականների սկզբին։ Այն շատերին հայտնի է եղել «Չափ ու կշեռքի շենք» անվանումով։ Ռուսերեն «ստառը» կիսալուսին ներկայացնող իրավապաշտպանի գրառումը հավանեցին, տարածեցին, մեկնաբանեցին հնարավոր բոլոր հոռետեսական սցենարներով։ Քիչ, բայց այսպիսի մեկնաբանություններով էլ փորձեցին նաև հակազդել մանիպուլատիվ լուրին։ 83 թվի կառուցած շենքի դարպասների վրա արդեն 40 տարի կպցրած են ռուսերեն «Ս» ու «Տ» տառերը։ Նախքան շենքը քննչականին տրամադրելը այն այսպես կոչված չափ ու կշեռքի շենքն էր, իսկ նշանը «ԳՈՍՏ» գասուդարստվինի ստանդարտի նշանը դեռևս սովետից մնացած։ Ինչ վերաբերվում այդ դարպասներին, ինչ է պատկերված։ Բնականաբար, ինչպես եւ դուք, ես ինքս էլ այդտեղ նկատել եմ, որ կիսալուսիններ։ Եվ ես որպես քաղաքացի իրավունք ունեմ հասկանալ այնպես, ինչպես տեսնում եմ։ Իդեպ լուսանկարն ու գրառումը շարունակում են պահպանվել նույն էջում։ Կարևոր է, որպեսզի ժողովուրդը էմոցիոնալ արձագանք տա դրան։ Եկեք հիշենք, որ ցավալի պայթյուն էր եղել գազալցականում եւ անմիջապես հայտարարել էին, թե 10-ից ավելի զոհեր կան, նման աղետներ կամ աղետալի ինչ-որ իրավիճակներ կամ ողբերգական իրադարձություններ անմիջապես տարածում են իրենց լրատվականներով, որովհետեւ էմոցիոնալ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի վրա այդ քաղաքական դերակատարները գնահատում են որպես իրենց համար հնարավորություն։ Քաղաքական տեխնոլոգիայի տեսակ է եւ այդ տեխնոլոգիան օգտագործվում է շատ մեծ ծավալով։ Այդպես նաև Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացումն են մեկնաբանում թուրքական զորքի համար ճանապարհ բացելու միջոց։ Ու չնայած այդպիսի անհավանական տեղեկությունները փոխանցում են առանց որևէ փաստ ներկայացնելու, հիմքում իրենց պատկերացումներն են, ենթադրությունները, բայց կան նաև իրապես հավատացողներ, անհանգստացողներ։ Նրանց տեղեկատվական այս հարվածներից պաշտպանելը պետության պարտքն է, կարծում է Ռոբերտ Ղևոնդյանը։ Դա ներքին անվտանգության մաս է կազմում եւ այստեղ իշխանությունների հիմնական բացթողումը նրանում է, որ նմանատիպ դեպքերը չեն արժանանում համապատասխան գնահատականի։ Նոր Երևան մեղրի միջպետական մայրուղով խաղաղություն էր դեմովս գնում։ Այս տեսանյութն էլ հոկտեմբերի 28-ին տարածվեց կադրում Ադրբեջան գրությամբ բեռնատար մեքենա է, սա արդեն Ազգորաթերթի ֆեյսբուքյան էջում է։ Խաղաղության առաջին աղավնին Սյունիքով է մտել Հայաստան։ Գրությամբ այդ կերպ ցույց տալով, որ իբր ադրբեջանական բեռնատարներն այսպես անխոչնդոտ անցնում են Հայաստանով։ Մինչդեռ բեռնատարը ոչ թե ադրբեջանական, այլ իրանական է։ Համարանիշի ձախ անկյունում իր նշումը վերաբերում է Իրանի համարանիշներին։ Civilnet-ի փաստերի ստուգման հարթակը մանրամասնում է։ Տեսանյութում երևացող բեռնատարի վրա դեղին վանդակի մեջ պարսկերեն գրված է 61 Ե782 35 կոդը, որը Իրանի ներքին փոխադրումների համակարգում համապատասխանում է Արևելյան Ադրբեջան նահանգի մեքենաների համարանիշին։ Իրանում Արևելյան Ադրբեջան նահանգը անգլալեզու աղբյուրներում նշվում է Ադրբեջան, դա որևէ կապ չունի Ադրբեջանի Հանրապետության հետ։ Երևանում հոկտեմբերի 21-ից 22-ը կայացած Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության թեման չեն քննարկել։ Ադրբեջանական քարոզչական ալիքներից մեկում տարածվող կեղծ լուրն առանց ստուգման արագ տարածվեց նաև հայկական մամուլում։ Փաստերի ստուգման հարթակը ստուգեց լուրը, ուսումնասիրեց Երևանում հանդիպմանը մասնակցած Մամեդովի ամբողջական հարցազրույցն ու արձանագրեց։ Ադրբեջանական լրատվամիջոցն էլ է մանիպուլացնում։ Ադրբեջանցի փորձագետը նման հայտարարություն չի արել, այլ լրագրողի հարցին ի պատասխան նշել. սա այս պահին արդիական խնդիր չէ։ Մի քանի տարի առաջ էր բացահայտում եղավ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեղ էր դրել հրապարակում պատի մեջ եւ նկարել է ցույց էր տվել, իբր թե պատերը ծակել են։ Սա
մի իրավիճակ է, որի դեպքում այդ լրագրողները, դեպքում լրագրողի մասն է խոսքը, կա իրավապաշտպանները, եթե իրավապաշտպանն է գործողություն իրականացնում, քաղաքական գործիչները եւ այլն, ամեն մեկը իր մասով փորձում է որոշակի խնդիրներ առաջ բերել Հայաստանի Հանրապետության ներսում, դրանք կլինեն իրական թե կեղծ, ինչպես ասացի, արդեն կարևոր չէ։ Այսպես ամեն օր մի կամ մի քանի այսպիսի նոր մոլորեցնող, անհանգստացնող լուր է ստեղծվում, քանի որ գիտեն հավատացողներ կլինեն։ Քաղաքագիտական դիտարկմամբ այդպիսի լուրերի անընդհատ հոսքը ապահովում է, որ այդ լուրերին հավատացողները այլընտրանքային լրահոս չունենան։ Որպեսզի էմոցիոնալ ֆոնը ավելի բարձր լինի, հնարավորության դեպքում այդպիսի լուրերը սկսվում կամ ավարտվում են թուրքական, ադրբեջանական բառերով։ Բայց միշտ չէ, որ այսպիսի պարզունակ արագ հերքվող տարբերակներ են հայտնվում լրահոսում։ Կիբերանվտանգության փորձագետները, փաստեր ստուգող, հետաքննող լրագրողները դեռ ամիսներ առաջ էին նշում, օֆլայն ընտրապայքարից առաջ պայքարը նախ սկսվելու է օնլայն հարթակներում։ Իրինամ Կրչյան, Ժիրայր Հաբետյան, Հակոբ Թումանյան, լուրեր։